Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ընդդեմ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության։ Շահրամանյանը պահանջում էր դասագրքից հանել տեղեկությունը, ըստ որի ինքը որպես նախագահ ստորագրել է Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը։ Հայցը դատարան էր ներկայացվել 2025 թվականի սեպտեմբերին դատարանի գնահատմամբ։ Ներկայացված պահանջը չի հիմնավորում հայցվորի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման փաստը։ Վճռում նշվում է, որ հայցվորի փաստարկները վերաբերում են դասագրքում ներկայացված ուսումնական նյութի բովանդակային թերություններին, որոնք անգամ հիմնավոր լինելու դեպքում չեն կարող դառնալ հայցի բավարարման հիմք։ Թաքցված զենքի, պայթուցիկ նյութերի, բջջային հեռախոսների, մետաղական իրերի, հեղուկների, նաև թմրանյութերի, դեղահաբերի և այլ օտար մարմինների հայտնաբերման նպատակով Արմավիր քրեակատարողական հիմնարկի համար ձեռք են բերել գերժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես սայլակների և ուղեբեռների զննման համար նախատեսված անվտանգության ռենտգեն սարք, թույլ դոզավորված ռենտգենային ալիքներով սարք, մարդու մարմնի, հագուստների, արհեստական վերջույթների և կոշիկների զննության համար։ 2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սուր շնչառական վարակով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 անգամ, իսկ նախորդ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.8 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 80.3%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Հայաստանում շարունակում է շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները։ Նիդերլանդների քաղաքացին Վիեննա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել թմրամիջոցներ։ Պետեկամուտների կոմիտեի մաքսային զննման արդյունքում նրա մարմնից դուրս է բերվել 845 գրամ կոկային 50 պատիճով։ Քաղաքացին ձերբակալվել է։ Հետագա համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև թմրամիջոցների ներմուծումն ու իրացումը կազմակերպած այլ անձինք։ Ձերբակալվել է ևս 2 քաղաքացի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խնձորեսկի հնավայրը այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարի։ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայության պոակից հայտնում են, որ իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։ Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո հունիսի 1-ից հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։